Ցնցումների մեջ է Հայաստանը վերջին մեկ շաբաթում 2 օր մայիսի 1-ին և 2-ին երկրաշարժեր են եղել Գեղարքունիքում, Գավառից 13 կիլոմետր հարավ-արևելք, 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Նույնքան ուժգնությամբ էլ ցնցումներ են եղել Երանոս և Սարուխան գյուղերում։ Դրանից մի քանի օր առաջ ապրիլի 28-ին և 29-ին երկրաշարժեր են եղել Արարատի մարզում 4 բալ և Բավրայի մոտ 4-ից 5 բալ։ Երկրաշարժեր լինում են միշտ։ Մասնագետները վստահեցնում են, խուճապի առիթ չկա։ Հայաստանի պես երկրում սա ակտիվություն չի համարվում։ Վախենալու որևէ բան չկա, դա նորմալ երևույթ է, որ սեյսմավտանգ գոտում լինում են երկրաշարժեր։ Հրաչյա Պետրոսյանի խոսքով երկրաշարժերի ավելի մեծ ռիսկեր կան Հայաստանի հարևան երկրներում՝ Իրանում, Վրաստանում և Թուրքիայի ամբողջ տարածքում։ Այնտեղ հնարավոր են անգամ ավելի ուժեղ ցնցումներ, քան 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժներ։ Մեզ շրջապատող երկրները, Իրանի հյուսիս-արևմտյան հատվածը, ամբողջ Թուրքիայի տարածքը, Վրաստանի որոշ հատվածներ ավելի սեյսմոակտիվ են, սեյսմիկ պոտենցիալը ավելի մեծ է, այսինքն եղել են, լինում են և հավանաբար կլինեն ավելի ուժեղ երկրաշարժեր, քան օրինակ մեր Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը։ Հայաստանում 16 խզվածք կա։ Երկրաշարժեր մեր տարածաշրջանում տեղի են ունենում գրեթե ամեն օր, երբեմն օրական մի քանի անգամ։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սարքերը ճշգրիտ գրանցում են նույնիսկ չնչին ցնցումները։ Կատարվում է քարտեզագրում, որն օգնում է Հայաստանը բաժանել ռիսկային գոտիների և հնարավոր ցնցումների դեպքում կանխատեսել մոտավոր հետևանքները և վնասները։ Բայց դիտարկումներն ու քարտեզագրումները բավարար չեն, ասում է Հրաչյա Պետրոսյանը։ Ժամանակն է, որ կառավարությունը ուշադրություն դարձնի վթարային շենքերին, որոնց երկրաշարժը կարող է հողին հավասարեցնել։